Չարլզ III-ը պաշտոնապես ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականը։ Իր վերջին ուղերձում Սթարմերը նշել է, որ Լեյբորիստական կուսակցությանը 2024 թվականին առաջնորդել է դեպի մեծ հաղթանակ, հավելելով այժմ Բրիտանիան ավելի ուժեղ երկիր է։ Սթարմերը հաջորդ վարչապետ Էնդի Բըրնհեմին հաջողություն է մաղթել եւ հայտնել իր լիակատար աջակցության մասին։ Այսօր Չարլզ III-ն ընդունել է նաեւ Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմին եւ նրան նշանակել Մեծ Բրիտանիայի 59-րդ վարչապետ, հանձնարարելով կառավարություն կազմել։ Բըրնհեմը վերջին 10 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն 7-րդ վարչապետն է։ Միացյալ Նահանգները եւ Իրանը փոխադարձ հարվածները շարունակում են արդեն 9 օր։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության եւ ափամերձ հսկողության վայրերը, ծովային հնարավորությունները եւ հրթիռների ու անօդաչուների կայանքները թիրախավորելու մասին։ Ըստ իրանական կողմի հարվածներ են գրանցվել Թավրիզում, Չաբահարում, Կոնարակում եւ այլ քաղաքներում։ Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ է տուժել ամերիկյան հարվածներից եւ ռազմական առումով կորցրել է գրեթե ամեն ինչ։ ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ այն սպառնում է համաշխարհային առևտրային նավագնացությանը։ Մարկո Ռուբիոն միևնույն ժամանակ հավելել է, ԱՄՆ-ն միշտ պատրաստ է դիվանագիտական լուծման։ Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Հորդանանում, Քուվեյթում, Սիրիայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով ԱՄՆ-ի հետ զինված առճակատումը կարող է ավարտվել եւ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Իրանը մարտի դաշտում հասնի առավելության։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ վերջին օրերին Թեհրանը միջնորդ երկրներից առաջարկներ է ստացել կարգավորման շուրջ։ Նա եւս մեկ անգամ շեշտել է, Իրանը որևէ թշնամանք չունի տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Հարվածների ֆոնին ամերիկացի եւս մեկ զինծառայող է զոհվել Իրաքում, խոցված իրանական ԱԹՍ-ի չպայթած զինամթերքի վերահսկվող պայթյունի ժամանակ։ Ավելի վաղ երկու ամերիկացի զինծառայող զոհվել էր Հորդանանում։ Ըստ Թրամփի վերջին հարվածներն իրականացվել են ի պատիվ Հորդանանում եւ Իրաքում զոհված զինծառայողների։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու նավ պայթել է եւ դադարեցրել ընթացքը, երբ փորձել է անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որն անվտանգ չէ։ ԻՀՊԿ-ն հավելել է, ջրային ուղին վտանգավոր կմնա, քանի դեռ ամերիկյան ագրեսիան շարունակվում է։ Այս իրադարձությունների պատճառով նավթի գինը բարձրացել է եւս 2%-ով, գերազանցելով 1 բարելի դիմաց $90։ Արաբական երկրների լիգան նախազգուշացրել է ներկայիս սրման լուրջ վտանգների մասին, դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրներին եւ կոչ անելով վերադառնալ բանակցությունների։ Ռուսաստանը եւ Ուկրաինան եւս շարունակում են փոխադարձ հարվածները։ Օդեսայի մոտ առևտրային նավի վրա ռուսական հարվածներից զոհվել է անձնակազմի 10 անդամ։ Զոհեր եւ վիրավորներ են գրանցվել նաեւ Զապորոժիեում, Պավլոգրադում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտարարել է, որ հուլիսի 19-ի երեկոյից մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 ԱԹՍ, որոնց մեծ մասը չեզոքացվել է մինչեւ մայրաքաղաք հասնելը։ Մոսկվայի երկնքում խոցվել է 85 անօդաչու։ 10 մարդ վիրավորվել է, այդ թվում Չինաստանի 3 քաղաքացի։ Վնասվել են մասնավոր տներ, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, իսկ Բրյանսկում կա 1 զոհ, 13 վիրավոր։ Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտնել է Սև եւ Ազովի ծովերում եւս 7 ռուսական նավի հարվածելու մասին։ Ռուսական ստվերային նավատորմի թիրախավորված նավերի ընդհանուր թիվը հասել է 183-ի։ Միևնույն ժամանակ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները զեկույց են հրապարակել, որի համաձայն հուլիսի սկզբից ի վեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի շատ բալիստիկ հրթիռներ, քան ամսական արտադրումը։ Վերլուծաբանները հղում են անում ուկրաինական միլիտարնի պաշտպանական հրատարակությանը, որի տվյալներով միայն հուլիսին Ռուսաստանն օգտագործել է ցիրկոն հրթիռների տարեկան պլանավորված արտադրության 2/3-ը։ Բացի այդ, ըստ հրատարակության Ռուսաստանն ամսական արտադրում է 60 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ եւ 40 հրթիռ S-400 համակարգերի համար։ Մինչդեռ ըստ Ուկրաինայի զինված ուժերի հուլիսի սկզբից երկրի դեմ արձակվել է 107 բալիստիկ հրթիռ եւ 20 ցիրկոն հրթիռ։ Ըստ վերլուծաբանների Ռուսաստանը սկսել է օգտագործել իր պահուստները, որպեսզի մեծացնի բալիստիկ հրթիռներով հարվածները, քանի որ դրանք ավելի արդյունավետ են, քան ԱԹՍ-ները եւ թևավոր հրթիռները։ Միևնույն ժամանակ անօդաչուներով հարվածները հուլիսին հունիսի համեմատ նվազել են գրեթե 2 անգամ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնել է Ֆիլիպիններ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներին։ Քառօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա հնդկախաղաղօվկիանոսյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռուբիոն պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպելու իր ռուս եւ չինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի եւ Վան Իի հետ, որոնք նույնպես առաջիկա օրերին կլինեն Մանիլայում։ Իր հերթին Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունների մակարդակով տեխնիկական շփումներ են եղել, սակայն եթե Լավրովի եւ Ռուբիոյի միջև հանդիպում լինի, ապա Մոսկվան կողջունի դա։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը մտադիր է երկրի նախագահի պաշտոնն առաջարկել բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստը համարվող Յուդիթ Պոլգարին։ Մադյարի խոսքով Պոլգարը կարող է խորհրդանշել երկրի միասնությունը։ Ավելի վաղ Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը ստորագրել էր իշխող Տիսա-կուսակցության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով ավարտվել էր որպես պետության ղեկավար իր պաշտոնավարման ժամկետը։ Սուլյոկը համարվում էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կողմնակիցը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։